Ոչ թե 300,000, 1 միլիոն կամ 1,5 միլիոն, այլ 500,000 դրամ բոլոր ծնվող երեխաներին անկախ կարգաթվից։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կհամահարթեցվի, որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 29-ի նիստում։ Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը երեխաներին տրվող նպաստների և ընտանեկան աջակցության համակարգի կատարելագործումն է։ Այս ոլորտում պետությունը հետևողականորեն փորձում է ձևավորել մեխանիզմներ, որոնք ստեղծում են նախադրյալներ ընտանիքների ավելի կայուն զարգացման համար։ Հաճախ կայացվող որոշումները հիմնված են միջազգային ժողովրդագրությունը խթանող հաջողած օրինակների վրա։ Այս օրագրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ մի հատ մամային ենք տալիս մայրության նպաստ, անկախ աշխատի, մի հատ ընտանիքին ենք տալիս երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մի հատ բալիկի ծնվելուց հետո ընտանիքին տալիս ենք խնամքի նպաստ և երրորդ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ընտանիքին տալիս ենք մինչև երեխայի 6 տարին լրանալու 50,000 դրամ։ Ի տարբերություն թվարկած առաջին 3 նպաստների, որոնք օրենքով են սահմանված, 4-րդը 50,000 դրամ աջակցությունը ժամանակավոր միջոցառում է, որի տրամադրման ավարտը այս տարվա դեկտեմբերի 31-ին էր նախատեսված, սակայն դրա վերաբերյալ ևս որոշում է կայացվել՝ դարձնել այն պետական նպաստի մշտական տեսակ։ Այս տարվա սկզբին հետազոտություններ անցկացրեց մեր նախարարության ազգային ինստիտուտը։ Մեր հետազոտությունների արդյունքում, վերլուծությունների արդյունքում պարզեց, որ իսկապես միջոցառումը նպաստել է ընտանիքներին երրորդ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյանը։ Այսինքն ինքը որպես գործիք ամենայն դեպս իր նպատակին ծառայել է։ Այս ամբողջի համատեքստում նախատեսվեց, որ այլ ժամանակավոր կարգավիճակից աջակցությունը դարձնել ավելի հիմնավոր տեսակ և սահմանել որպես պետական նպաստ։ Աջակցության արդյունավետությունը նաև երկարատևության մեջ է։ Իհարկե ավելի լավ է 6 տարի տալ որոշակի 6 տարի լինել ընտանիքի կողքին։ Վերջին տարիների բարեփոխումները ուղղված են ժողովրդագրական խնդիրները լուծելուն, սակայն որոշակի ռիսկեր բացահայտվեցին։ Ինչ կմեկնաբանեմ այս որոշումը, կուզեի հետհայացք անեինք և վերհիշեինք, թե ինչու դեռևս 2016 թվականին կառավարությունը որոշում կայացրեց տարբերակված նպաստի չափ ունենալու համար։ Խնդիրը նրանում էր, որ այդ ժամանակ և դեռևս դրանից առաջ մեր հասարակությունը կանգնած էր երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը կորցնելու ռիսկի առջև։ Կառավարությունը որոշեց, որ կտրուկ բարձրացնում է երրորդ և հաջորդ երեխայի համար տրամադրվող նպաստի չափը, և պիտի ասեմ, որ որոշ ժամանակ հետո մեր ցուցանիշները վկայեցին, վիճակագրությունը վկայեց, որ դա որոշակի ազդեցություն հատկապես երրորդ երեխայի ծնելիության ցուցանիշների վրա ունեցավ։ Բայց միևնույն ժամանակ սոցիոլոգիական հարցումները, հետազոտությունները սկսեցին ցույց տալ, որ այս իրավիճակը բերեց երեխայի ծննդյան նպաստի հանդեպ վերաբերմունքի ու մոտեցումների փոփոխության։ Այսինքն նպատակը դարձավ ոչ թե երեխային ունենալ, իսկ նպաստը օգտագործել որպես պետության կողմից տրամադրվող աջակցություն երեխայի առաջնային կարիքները հոգալու հարցում, այլ հակառակը երեխայի ծնունդը սկսեց դիտարկվել հատկապես որոշ խմբերի համար միջոց պետական նպաստից օգտվելու համար։ Այս իրավիճակին անհրաժեշտ էր արձագանքել և կառավարության այս արձագանքը նույնիսկ կարելի է համարել ուշացած, չնայած շատ սպասված, որովհետև իրավիճակը շարունակաբար կրկնվում է արդեն քանի տարի։ Չնայած իրականացվող փոփոխություններին, մասնագետները արձագանքում են, որ աջակցության ավելի ընդգրկուն փաթեթի կարիք կա, ավելի հեռանկարային, խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ։ Մեզ անհրաժեշտ են ծառայություններ, որոնք ուղղված կլինեն համայնքներում, ընտանիքներին, սոցիալական աջակցություն կամ այլ ծառայություններ տրամադրելուն, կրթական ծառայություններ տրամադրելուն, առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման անհրաժեշտություն ունենք, ինչպես նաև շատ կարևոր հարց է բնակարանային ապահովման հարցը, որովհետև կարիք ունենք շարունակաբար աշխատելու, նաև բնակարանային ապահովման ծրագրերը միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար ավելի հասանելի դարձնելու համար։ Ընդհանուր առմամբ Հայաստանի երեխաներին տրվող նպաստների համակարգը շարունակում է զարգանալ, հետևելով պետության ավելի երկարատև աջակցության քաղաքականությանը։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։